Պարոն Պապոյան, ես ուշադիր լսեցի ձեր ներկայացումը, ունեմ մի քանի դիտարկում հարցեր։ Նախ առաջին ընդհանուր ես ճիշտն ասած ակնկալում էի, որ դուք որպես էկոնոմիկայի նախարարություն մեր երկրի մակրոտնտեսական միջավայրից էլ պիտի գնահատումներ անեք, առնվազն 2024 թվականը դեռ շարունակվում էր արտաքին դրական գործոնի տնտեսական ազդեցությունը, որի արդյունքում մենք ունեցանք բարձր աճ, ցավոք սրտի դրա այդ գործոնը թուլանում է եւ մենք այս տարվա արդեն առաջի կիսամյակում մակրոտնտեսական միջավայրում ունենք առնվազն այսպես զսպող կամ որոշակի վատացող միտում, խոսքը վերաբերում է թե արտահանմանը, թե ներդրումներին, թե տնտեսական աճին ու ակտիվությանը, այստեղ կարևոր կլներ գնահատականը, որովհետև միջավայրը որոշակի արտաքին ազդակներով փոխվում է, շատ տեղին կլներ, թե էկոնոմիկայի նախարարությունը ինչպես է պատկերացնում այդ փոփոխություններին հակազդելու ուրեմն իր գործիքակազմը։ Սա մեկ, որ կարծում եմ անհրաժեշտ է լրացնել։ Երկրորդը վերաբերում է նորից ձեր ներկայացման բովանդակությանը։ Տեսեք, պարոն Պապոյան, դուք ասում եք, այս ծրագիրը ծախսել ենք այսքան միլիարդ, նախատեսված է եղել որպես կանոն մի քիչ ավելի շատ, ճշգրտել եք մի քիչ, ծախսել եք եւ ֆինանսական ցուցանիշներ եք ցույց տալիս, կամ դրա ոչ ֆինանսական, բայց ուղիղ բխող ֆինանսականից։ Ծրագիր են կարել 5 շահառուի համար, 5 շահառուն եկել է, այս փողը ստացել, պետությունից գնացել։ Սա հանրությանը շատ բան չի տալիս, տեսեք, որտեվ ազդեցությունը ոչ թե նրա համար է, որ ծրագիր անենք 5 շահառու փող ստանա կամ, չգիտեմ, մասնակցի էքսպոյին կամ էս ինչ լինի, այլ վերջնարդյունքը ծրագրային բյուջետավորման պարագայում որպես էկոնոմիկայի նախարարություն պիտի դուք օրինակ պատկերացնեք, թե ուներ այսքան շրջանառությունը դարձավ այսքան շրջանառություն, ուներ այսքան աշխատատեղ, այս ձեր աջակցությամբ դարձավ այսքան աշխատատեղ, ուներ կրճատման կոնկրետ ռիսկ կամ այսպես ապախտանման միջավայր, աջակցության հետևանքով դա կանխվեց եւ այլն։ Սա է պետք ներկայացնել եւ կարծում եմ սա շատ կարեւոր է մանավանդ հիմա, տեսեք դուք որպես նաև նախարար վստահ եմ ավելի քաջատեղյակ եք, իրականում կոնկրետ շատ ոլորտներ այսօր գտնվում են բավականին լուրջ եւ աճող դժվարությունների ֆոնին։ Սկսած արհեստական արտաքին խոչընդոտներից, արտահանմանը վերաբերող, որոնք պարբերաբար կրկնվում են, վերջացրած այդ իմ ասած միջավայրի, արտաքին միջավայրի փոփոխությունը, որ օբյեկտիվորեն ավելի դժվարացնում է։ Ես բազմաթիվ մարդկանց հետ եմ խոսում տնտեսական գործունեությամբ զբաղվող, փոքր միջին հատկապես բիզնեսի։ Բոլորը ասում են նախորդ տարվա համեմատ կահույքագործներից մինչև տրանսպորտային ընկերություններ, հանրային սննդի օբյեկտներից մինչև, այսպես ասենք, զբոսաշրջիկությանը զբաղվող գործունեություն։ Հիմա հարցս հետևյալն է, այսինքն այստեղ կան լուրջ դժվարություններ եւ ստանդարտ են ծրագրերը, որոնք անցած տարի իրականացրել եք եւ հիմա բերել եք դրա կատարողականը, ոնց եք վերաիմաստավորում, որտեղ իրական բան է փոխվել։ Նախորդ տարվա հետ համեմատ իմ նշած ոլորտներում հիմա պարոն Թունյանը թույլ չտվեց կշարունակեի, բայց այդքան էլ բավարար է, կոնկրետ ունեն էական կրճատումներ, դժվարություններ նախորդ տարվա համեմատ։ Տեսել երրորդ հարցը եւ վերջապես 6 ամիս անցել է արդեն, երբ որ փոքր բիզնեսի եւ միկրոբիզնեսի հարկը ձեր կառավարության առաջարկով ձեր քաղաքական ուժը պարլամենտում կրկնապատկեց։ Հիմա դուք ասում եք ընթացքում մենք կվերլուծենք, կհասկանանք, արդյոք դա էֆեկտիվ էր, էֆեկտիվ չէր եւ կանադառնանք։ Հիմա լավ ժամանակն է, տարին կիսվել է, արդյոք այդ բերեց են ձեր սպասումները հարկայի մուտքերի եւ արդյոք այդ ապախտանման են բարձր ռիսկը, որ տեսնում էին նաեւ այդ բիզնեսով զբաղվողները, հետևանքներ չունեցան։ Ինչպիսի գնահատում կա, թե ամեն ինչ լավ է, նորմալ է եւ այսպես կարելի է հարկային բեռը փոքր ու միջին բիզնեսի վրա տենց շեշտակի բարձրացնել, մինչեւ մի օր երևի դրանից էլ չունենանք։
Մինչև պարոն Պապյանը պատասխանի զուտ ընթացակարգի հետ կապված բանավիճ, ասեն դուք մի քիչ ուշ եկաք, մենք սկզբից պայմանավորվել ենք, որ 1 րոպե հարց, 1 րոպե էլ արձագանք լինի, բայց ես ձեզ չընդհատեցի մինչև 5 րոպե, այնպես որ խնդրեմ պարոն Պապյան։ Ժամանակը պարել էի պարոն Ավետիսյան, խնդրեմ պարոն Պապյան։ Հարցերը բայց այնքան շատ էին, որ երևի մի 50 րոպե ըստ էության պատասխանելու համար պետք կլինի, բայց փորձենք նախ սկսենք ընդհանուր մակրոտնտեսական շրջանակի ներկայացումից։ Ես ճիշտ ասած նաև ժամանակային սահմանափակության պատճառով կենտրոնացա կոնկրետ միայն կատարման եւ արդյունքային ցուցանիշների վրա։ 24 թվականի հնայի արդյունքներով պատասխանեմ հնան գերազանցել է հնան գերազանցել է 10 տրիլիոն դրամ առաջին անգամ եւ մենք ինչպես գիտեք 5.95 համարյա այդքան տոկոս աճ նշեմ որ մեկ շնչին ընկնող հնան 2024 թվականի արդյունքներով կազմել է ավելի քան $8500, այնինչ 23-ի արդյունքները $8100-ից մի փոքր ավել էր։ Ճյուղերի ավելացված արժեքը ներկայացնեմ, քանի որ դուք մակրոտնտեսական շրջանակը մի փոքր ուզեցաք ներկայացնեմ, ուրեմն արդյունաբերությունը 3.1%-ով է աճել, գյուղատնտեսությունը 1%-ով, ծառայությունները 5%-ով, առևտուրը 16.8%-ով, իսկ շինարարությունը 13.5%-ով։ Հնայի կառուցվածքը, եթե դիտարկենք, սա շատ կարևոր ցուցանիշ է իմ կարծիքով, օրինակ 18-ը համեմատենք 24-ի հետ, 18 թվականի արդյունաբերությունը 39.2% էր, արդեն 24-ին 45.2%, ուրեմն հաջորդը ներկայացնեմ օրինակ գյուղատնտեսության ծավալը, ինքը 13.9% էր 18-ին, արդեն 24-ին 7.9, այստեղ թվում է թե կրճատում կա իրականում, տնտեսության մյուս ճյուղերն են ավելի արագ աճել, այստեղ պետք է դա ֆիքսենք, քան գյուղատնտեսությունը եւ գյուղատնտեսության մասնաբաժինը փոքրացել է եւ ես կարծում եմ, որ այն տեսլականը, որ մենք ունենք ապագայի հետ կապված, դա ինտենսիվ տոխմային տնտեսություն, որը մոտավորապես հենց այսքան մասնաբաժին պետք է իմ կարծիքով ունենա, ոչ ավել, որովհետեւ թվայնացման, տնտեսական զարգացումների եւ այլնի համատեքստում կարծում եմ, որ այդտեղ կարևոր դերակատարումներ պետք է լինի։ Շինարարությունը 6.6-ից 7.1% ենք մեծացել, ծառայությունների ծավալը 18.2-ից ուրեմն ես ներողություն եմ խնդրում, արդյունաբերությունը 18.2-ից դարձել է 16.2 եւ ծառայությունների ծավալը ծառայությունների եւ արդյունաբերության թվերը սխալ ասացի, ուրեմն ծառայությունների ծավալը 39.2-ից 45.2% է դարձել։ Արտաքին առևտրաշրջանառությունն է կտրուկ ավելացել, բայց նախորդի վեթ հարցերը հնչեցին, այստեղ ամենահետաքրքիրը որն է, ես ուզում եմ նշել, արտաքին առևտրաշրջանառությունը, օրինակ արտահանումը, այսպես նայում ենք 57% նվազել է այս տարի, այս առաջին 4-5 ամսում նախորդ տարվա նկատմամբ, բայց տնտեսությունը 5.2% աճել է։ Սա ինչ է նշանակում։ Սա այն է, ինչը ես ամբողջ անցած տարի ասում էի։ Ասում էի, երբ որ ասում եք 57% աճել է, 60%, դուք ասում եք տնտեսությունը, որ մի ուրախացեք, որովհետև տնտեսությունը աճում է այն պատճառով, որ ոսկին վերահարտահանում է, ես ասում էի, այդ ոսկու վերահարտահանումից ըստ էության մեր տնտեսությունը ոչ էական օգուտներ ունի եւ դրա կրճատումից էլ էական վնասներ չի ունենա։ Հիմա տեսեք, 60-70% նվազել է այդ գործը։ Մի քանի մարդ, որոնք որ տենց ինչ որ գումարներ էին աշխատում այդ process-ի մեջ, այո, իրանք չեն աշխատում, բայց մեծ հաշվով դա մեր տնտեսության մեջ այդ մեծ թվերը, որ ասենք 4 միլիարդ, 2 միլիարդ, 3 միլիարդ, դրանք մեր տնտեսության համար հանրային բարիքի տեսանկյունից նաև որևէ ընդգրկում, այդպես ասած, մեծ չունեին եւ դա է պատճառը, որ իրանց եւ այդ կտրուկ ավելացումը մեր համար որևէ մեծ արժեքային
բան չէր ստեղծել եւ այդ կտրուկ պակասումը չի ստեղծել եւ սա հենց այդ դա եմ ասում, այսինքն այդ ոնց եղավ, ինչ որ մի բան այդքան նվազում է 50 քանի տոկոս, բայց տնտեսությունը շարունակում է աճել օրինակ 5.2%-ով, որովհետեւ ինքը հնայի մեջ ըստ էության շատ քիչ արժեք ստեղծող ուրեմն հատված է բայց այնուամենայնիվ 24-ի թվերն եք ներկայացնում, գիտե, օրինակ, արտահանում աճել է 53.1%, 13 միլիարդ, բայց այնուամենայնիվ ես էլի եմ կրկնում, սա ես երբեք չեմ համարել, որ մենք այս թիվը պետք է վերցնենք որպես մեր ուրեմն բազային աշխատանքի ցուցանիշ, այսինքն վերարտահանումը, ոսկին եւ այլն կարելի է դնել մի կողմ եւ առանց դրա նայել օրինակ ինչքան ենք ավելացել կամ ինչքան ենք նվազել ուրեմն արտահանման դրա համար ես առանց ոսկու եւ առանց վերարտահանման կներկայացնեմ թվերը տեսեք ուրեմն արտահանման ծավալն առանց ոսկու վերարտահանման այդ ոսկին եթե հանում ենք ուրեմն կազմել է 8.5 միլիարդ ուրեմն արտահանման ծավալը 23 թվականին 8.5 միլիարդ է եղել առանց ոսկու 6.8 միլիարդ ուրեմն արտահանման ծավալը 24 թվականին եղել է 13.1 առանց ոսկու 7.5 այսինքն եթե ոսկին հանում ենք 6.8-ը դարձել է 7 միլիարդ 526 միլիոն սա ես օրինակ միշտ սա եմ իմ համար աշխատանքային ցուցանիշ վերցրել ոչ թե օրինակ 8.5-ը դարձավ 13 հպարտանայի որ այդքան ավելացավ հիմա էլ այդքան նվազի որովհետև այդ ոչ ավելացումը ոչ նվազումը մեզ համար ցավոք սրտի թե բարեբախտաբար շատ մեծ էֆեկտներ այդ տեսանկյունից չի ունեցել ներմուծման ծավալները նույն տրամաբանությամբ նշեմ 24 թվականին ուրեմն 17 միլիարդից մի փոքր ավել ներմուծել ենք առանց ոսկու 11.1 միլիարդից մի փոքր ավել աշխատատեղերի թիվը դե գիտեք ըստ էության պատմական ռեկորդներ ենք արձանագրում եւ սա այո եւ սա փաստ է արդեն եւ այդ պատմական ռեկորդների մասին չխոսենք որովհետեւ դրանք ըստ էության անընդհատ ամեն հաջորդ ամիս նոր թվեր ենք ունենում խոսեմ ինձ թվում է կարևոր թեմա է եթե նայենք ձեր հարցի համատեքստում օրինակ միջազգային տնտեսական վարկանիշներում մենք ինչ դեր ունենք որովհետև էկոնոմիկայի նախարարության կամ կառավարության քաղաքականության արդյունքում դրանք կարան եւ իջնեն եւ հեռնեն իհարկե էկզոգեն եւ էնդոգեն տարբեր գործոններ դրա վրա ազդում են, բայց նաև մեր քաղաքականություններն են դրա վրա ազդում։ Moody's-ում ըստ էության BA3 պահել ենք, Fitch-ում BB- պահել ենք, S&P Global-ում BB- պահել ենք, Economic Freedom Index-ում առաջընթաց ունենք։ 50-րդն էինք, դարձել ենք 47-ը, 184 երկրների մեջ։ Global Innovation Index-ում էլի առաջընթաց ունենք 72-ն էինք, դարձել ենք 63-ը 133 երկրների մեջ, առաջին անգամ հաշվառվել ենք Travel and Tourism Development Index-ում 72-րդն ենք 119-ի մեջ, Economic Complexity Index-ում նոր տվյալներ չեն հրապարակվել, վերջին հրապարակված տվյալները ուրեմն 91-րդն ենք 133 երկրների մեջ 21 թվականին եւ սա մեր թիրախն է, ըստ էության տնտեսական բարդության ավելացումը եւ նույնն ենք մնացել Corruption Perception Index-ում, այստեղ էլի 62-63-րդն ենք վերջին 3 տարիներին ոչ մի փոփոխություն ցավոք սրտի չունենք եւ սա ուսումնասիրել ենք տարբեր խնդիրներ կա այդ թվում նաեւ դատական համակարգում վճիռների արագության հետ կապված եւ այլն այսինքն այսպիսի հարցեր կա եւ իհարկե մտավոր սեփականության պաշտպանության հետ կապված եւ սա այս պահին մեր կարևոր թիրախներից է ձեր վերջի հարցին էլ մի փոքր անդրադառնամ որտեղ հարցերը այնքան շատ են հնարավոր չի ըստ էության բոլոր հարցերին պատասխանել մենք փոփոխություններ ունենք մեր քաղաքականություններում պարոն Ավետիսյան
Գալստյան եւ այդ է նպատակը, որ այդ է պատճառով հենց հիմա կառավարությունում է 3 ռազմավարություն, դա արտահանման ռազմավարությունն է մեր, երկրորդը փոքր եւ միջին բիզնեսի զարգացման ռազմավարությունը, որը դուք մատնանշեցիք, եւ մեզ համար հասկանալի է, որ փոքր եւ միջին, այսինքն մենք այնտեղ թիրախավորել ենք այդ ռազմավարության մեջ փոքր եւ միջին բիզնեսը, դրա զարգացման նոր ուրեմն զարգացման համար կոնկրետ գործողությունների ծրագիր ենք մշակել եւ ամենահետաքրքիրը այնտեղ մի շատ կարեւոր կետ ունենք գաղափարից բիզնեսի անցման, նախկինում էլ է դա ինչ որ կերպ կիրառվել, հիմա ավելի լավ մեթոդաբանություն ենք փորձել կիրառել, այդտենա որ բոլոր այն մարդիկ, որոնք ունեն շատ լավ գաղափար, խոսքը պարզ առևտրային գործունեության մասին չի, բայց չունեն փող, մենք իրենց ինչ որ չափով աջակցենք, որպեսզի իրենք երաշխիք տանք, որպեսզի իրենք ունենան փող այդ գաղափարը իրականացնեն եւ երրորդ ռազմավարությունը որ շեշտեցի, դա կանաչ տնտեսության ռազմավարությունն է, այսինքն առհասարակ անընդհատ նոր ժամանակներին համահունչ ռազմավարական առաջնահերթություն են կանում։ Հիմա նաև մի հարց էս էլ ասեմ ու ավարտեմ, մի հատ կարևոր բան դուք ասացիք, ասում եք այդ քաղաքականությունները օրինակ ինչպես են հողի վրա արտացոլվել։ Ամենահասարակ օրինակը բերեմ, օրինակ արտադրողականությունը մեր երկրում 1 ժամ հնան, մոտավորապես օրինակ հասարակ օրինակ բերեմ 2013-17 թվականներին 4-5 տարում $1 է աճել։ Միայն ամբողջ անցած տարի $1 է աճել։ Ընդ որում ինչի են վերցնում միայն ամբողջ անցած տարի, որ խոցելի չլինի, որ ասեմ 18 թվականից հետո այսքան կասեք դոլարը արժեզրկվել, արժևորվել եւ այլն։ Անցած տարի կոնկրետ ընդհակառակը մեր դրամը հələ մի բան էլ արժևորվել է, այսինքն այս ցուցանիշի վրա ինքը միշտ բացական ազդեցություն է ունեցել, բայց մեր արտադրողականությունը ավելացել է։ Ինչու է ավելացել։ Ես դա ուղիղ կապում եմ մեր քաղաքականության հետ։ Մենք հիմա արտադրողականության խթանման ծրագրով արդեն 1.4 միլիարդ դոլարի պորտֆել ունենք։ Ինչ նշանակում 1.4 միլիարդ դոլարի, այսինքն 1.4 միլիարդ դոլարի մեր բիզնեսը գնացել է մեքենա սարքավորում առել, իր 90-ականների սովետական ժամանակների այն հին տեխնոլոգիան փոխել է նոր ժամանակակից գերմանական, ամերիկյան, չինական, տարբեր երկրների արտադրության մեքենա սարքավորումներ են բերում, որոնք իրենց արտադրողականությունը ավելանում, այսինքն քաղաքականություն, արդյունք կապը շատ տեսանելի է եւ ես դրա հետ եմ պայմանավորում։ Շնորհակալություն։ Անավետության եթե արձագանքում եք խնդրում եմ մենակ կարճ։ Հա, ես ուղղակի աննախադեպ եւ ասում եք այդ մեծ հանգրվանների եք հասնում, ոնց եք ասում, աննախադեպ ցուցանիշներ եւ այլն, բայց կառուցվածքից եք խոսում, սա անկերպով պարոն Պապոյան, չանդրադարձակ, որ ձեր իշխանության օրոք նման մի աննախադեպ ցուցանիշ է կա, մեկ երկրից մեր արտաքին տնտեսական կախվածությունը դեր իշխանության օրոք ամեն տարին նախորդի հետ կապված այս վերջին փուլում շեշտակի աճում է։ Դա ակնհայտ փաստ է, ինչը լավ չի։ Լավ է որ առևտուր անենք ցանկացած երկրի հետ, բայց վատ է որ կախվածությունը մեկ երկրից ցանկացած պարագայում ոչ թե դիվերսիֆիկացվում, այլ մեծանում է։ Եվ հաջորդ կարևոր խնդիրը, որ նորից չանդրադարձակ, ես հենց դրա համար էի ուզում, որ մենք գանք դրան, իրական հատվածն է։ Արդյունաբերության ոլորտը ասում եք տեսակարար կշռով աճել է, բայց արդյունաբերության ոլորտի եթե ոսկին հանում ենք, էլի ձեր ասած, ոսկին հանում ես, վայթեմ արդյունաբերության ոլորտը նվազել է, ոչ թե աճել։ Այսինքն սա մեկ, գյուղատնտեսություն դե գիտեք, ինձնից լավ ազատ անկման մեջ է ըստ էության։ Հիմա սա եւս կարևոր ցուցանիշ է։ Եվ սրանք է, որ պետք է վերաիմաստավորեն ձեր ծրագրերը եւ առաջնահերթություն լինեն եւ ամենավերջում ասում եք թիրախավորում ենք փոքր ու միջին բիզնեսը, հուսամ դրական չէ, իմաստով եք թիրախավորում, ոչ թե վերացնելու տեսանկյունից, հուսամ չեք վերացնելու, որտեվ թիրախավորել եք, հարկը բարձրացրել եք։ Մարդիկ բողոքում են նորից ոնց որ հարկը հիմա էս է հարցը էլի ինչ եղավ այդ 6 ամիս անցավ նորմալ էր այդ կրկնապատկումը հարկային բեռի թե ասենք վերադառնալու եք եւ ինչ որ ձևով թե չէ ռազմավարություններ մարտավարություններ գլոբալ ինդեքսներ միջազգային հարթակներ այս մարդը կոնկրետ հիմա աշխատում է վճարում է կրկնակի արդ ունի բարդություններ որտեղ անցած տարվա նկատմամբ շրջանառություն է կրճատվել այդ մարդուն ես կարամ ասենք եթե հարմար լինի ձեզ ուղարկեմ մի քանի օգու գա ընդունեք լսեք իրենց գուցե ավելի լավ բացատրեն քան ես Պարոն Ավետիսյան, ինձ թվում է
լավ մեթոդ չի ոլորտում, որտեղ ասենք տասնյակ հազարավոր մարդիկ են աշխատում, դուք մի քանի հոգի ուղարկեք, ես էլ ասենք օրինակ մի քանի տասնյակ հոգի ուղարկեմ հակառակը։ Դա լավ մեթոդ չի։ Եկեք այլ մեթոդաբանություն օգտագործենք, իսկ մեթոդաբանությունը հետեւյալն է, որ նոր առաջարկված մեխանիզմով, եթե մարդը աշխատում է թղթով, այսինքն օրինական, հա, իր հարկերը նվազում են։ Օրինակ, ասենք տարածքի վարձակալության գինը նախկինում հնարավոր չէր հաշվանցել։ Հիմա հաշվանցվում է։ Վարձատրության թիվը աշխատողների հնարավոր չէր հաշվանցել։ Հիմա հաշվանցում, այսինքն մարդկանց համար հարկերը կրճատելու հնարավորություններ է։ Հիմա ձեր ասած դեպքը, որ ասում եք կրկնապատկվել է, այդ նշանակում է այդ մարդը տարածքի վարձակալությունը 100% ստվերում էր։ Աշխատողները 100% ստվերում էին։ Ոչ մի թուղթ չկա ապրանքների ձեռքբերման։ Այդպես ոնց կլինի ախր, այսինքն ապրանքները ձեռք բերելու թուղթ չկա, բան չկա, այսինքն ինչա, գնում են Վրաստանից 25 կիլո ինչ-որ բան են բերում, ոչ բանա չգրանցված աշխատողով վաճառում են, տարածքի վարձակալության փողն էլ սևով տալիս են, այսինքն այդ դուք այդպես եք պատկերացնում բիզնեսի զարգացումը Հայաստանում։ Ես այդպես չեմ պատկերացնում եւ իմ դուք հիմա հա իսկ ես նկարագրում եմ շատ մարդկանց դեպքում, որոնք որ այդպես չեն աշխատում եւ իրենք կարողանում են պատշաճ փաստաթղթավորում արել եւ իրենց հարկերը օրինակ չեն ավելացել նվազագույնը կամ կարող են նույնիսկ եւ հնարավոր նույնիսկ պակասեն, որտեղ հնարավորությունը այդպեսին է։ Եվ երբ որ մենք խոսում ենք մեր ռազմավարությունների իրականացման մասին, այո, ես խոսում եմ այնպիսի տնտեսվարողների մասին, որոնք որ պատշաճ հարկային իրենց հարկային պարտականությունների պատշաճ են իրականացել եւ այլն, որտեղ մեր ծրագրերի մեջ շատ կարեւոր պայման է, այսինքն էկոնոմիկայի նախարարության, պետության, ժողովրդի փողից օգտվելու համար պետք է պատշաճ վարկագիծ բնականաբար ունենալ եւ այդ վարկագծին համապատասխանող բոլոր տնտեսվարողները մեզ մոտ բոլոր տնտեսվարողների առաջ, այսպես ասած, մեր դռները բաց են եւ մենք իրենց աջակցում ենք։ Որոշակի ուղղություններով թերակատարումները հենց նաեւ դրանով է պայմանավորված, որ տարվա ընթացքում օրինակ ին գնահատմամբ ինչ որ ծրագրերի արդյունավետություն բավարար չի եղել, այսինքն ես նայել եմ, տեսել եմ, որ այս ծրագիրը արվել է, արդյունքային ցուցանիշները բավարար չեն եղել, համարել եմ, որ պետք է այդ ծրագիրը ել չանենք։ Օրինակ, այդպես եմ կարծում, որ ես կարծում եմ, որ արդեն եւ շրջանառել ենք, օրինակ, բարձր որակավորում ունեցող մասնագետների ծրագիրը, ինքը այս փուլում այլևս ինչ թվում է պետք չի, օրինակ մենք պետքա իմ կարծիքով դա արդեն ավարտենք եւ այդ գումարները օրինակ ուղղենք նույն արտադրողականության խթանման ծրագրում ավելի լավ խթաններ տալու, որովհետեւ այստեղ մենք տեսնում ենք շատ ավելի չափելի, շատ ավելի հաշվելի եւ շատ ավելի տեսանելի աճեր դրած գումարի եւ արդյունքի եւ տնտեսության մեջ դրա էֆեկտների եւ նաեւ մեր քաղաքականությունների հետ համահունչության մասով